Վստահ եմ գոնե մեկ անգամ մասնակցել եք աշխատանքային կորպորատիվի, բայց գիտեք, որ դրա հիմքում ոչ թե ժամանցն է, այլ քաղաքական շատ բարձ հաշվարկը։ Առաջարկում եմ միասին բացահայտենք կորպորատիվների գաղտնիքը։ Ժամանակակից կորպորատիվ միջոցառումների պատմական նախատիպերից մեկը ձևավորվել է 15-րդ դարի Ֆլորենցիայում Մեդիչի ընտանիքի նախաձեռնությամբ։ Մեդիչիները համարվում էին ոչ միայն արվեստների եւ արհեստների առատաձեռն հովանավորներ, այլև իրենց հաշվին կազմակերպում էին կարնավալներ, մրցաշարեր, թատերական բեմադրություններ եւ այլն։ Հասարակ ժողովրդի համար դա հետաքրքիր, հաճելի ու ինչ-որ կարևոր իրադարձության մասնի կլինելու պահ էր, որի արդյունքում առատաձեռն կազմակերպիչները դառնում էին ժողովրդի սիրելիներ։ Ինչպես բրիտանացի պատմաբան Ռոյ Սթրոնգն իր «Արվեստը եւ ուժը Ռենեսանսի ժամանակների ֆեստիվալները» գրքում է գրում, միջնադարում արքայական ընտանիքներն ու ազնվական տներն իրենց հեղինակությունը բարձրացնում էին ոչ թե գումար բաժանելով, այլ հանրային միջոցառումներ կազմակերպելով։ Մեդիչիներն օրինակ հասկացել էին մի պարզ ճշմարտություն, որ մարդիկ շատ ավելի երկար են հիշում միասին ապրած ուրախ զգացողությունները, քան մեկ անգամ ստացած դրամական օգնությունը։ Ուստի հասարակ թվացող աշխատանքային կորպորատիվը պարզապես խնջույք չէ։ Այն դարեր շարունակ եղել է հեղինակություն կառուցելու, մարդկանց համախմբելու եւ հավատարմություն ձևավորելու հնարամիտ միջոց։ Մեկնաբանություններում գրեք նախընտրում եք գումարը, թե կորպորատիվը, ու հետևեք Ռենեսանսին, միասին բացահայտենք ավելին։